Այսօր ձեզ հետ կիսվելու եմ շատերի կողմից սիրված ոսպով կոտլետների իմ տարբերակով։ Կոտլետները պատրաստելուց 1 օր առաջ վերցնում ենք ոսպը, լվանում, սառը ջրով թրջում, որ լավ փափկի։ Ես օգտագործել եմ 350 գրամ ոսպ։ Նախ մսաղացի համար ընտրում ենք մանր անցքերով ցանց։ 350 գրամ փափկեցրած ոսպը, 1 գազարը, 1,5 գլուխ սոխը, 4-5 ատամիկ սխտորը, միջին չափի սպիտակ 1 կաթով թրջած հացը, 70 գրամ մաղադանոսը, 50 գրամ համեմը և 50 գրամ սամիթը աղում ենք մսաղացով։ Ավելացնենք համեմունքները՝ աղ, սև պղպեղ, կարմիրաղացած պղպեղ, 4 կանաչիներ, ռեհան և ցիտրոն և ավելացնենք նաև 2 ձու։ Լավ հունցենք, մինչև բոլորը միախառնվեն, ստացվի համասեր զանգված։ Համտեսենք, անհրաժեշտության դեպքում բալանսավորենք համը։ Ձևավորման համար ես նորից կդիմեմ իմ կոտլետներ պատրաստելու սարքի օգնությանը։ Վերցնենք հարտաման, այն պատենք սննդային թաղանթով, վրան դնենք մեզ անհրաժեշտ քանակության խճողակից, ծածկենք սննդային թաղանթով և այդ սարքի օգնությամբ ձևավորենք կոտլետները։ Կոտլետների վերջնական ձևավորման համար անհրաժեշտ է լինելու նաև չորահաց և ձու։ Ես օգտագործել եմ պանկոտ տեսակի չորահացը, որն ինձ շատ դուր է գալիս։ Վերցրել եմ 2 ձու, լավ հարել։ Կոտլետների երեսին ձու քսել, պատել չորահացով։ Կոտլետը չորահացով պատված կողմից տեղափոխել եմ խմորի բահիկի վրա, մյուս կողմը նույնպես ձու քսել, պատել չորահացով և անմիջապես տեղափոխել տապակի մեջ տաքացված եռացող բուսայուղի մեջ։ Կոտլետները 2 կողմից տապակում ենք, մինչև գեղեցիկ ոսկեգույն դառնալը։ Կոտլետները պատրաստ են, կարող ենք մատուցել սոուսով կամ առանց սոուսի։